Կառավարության այսօրվա հոկտեմբերի 16-ի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, որոնցից մի քանիսին կանդրադառնանք հերթով։ Խոսելով սահմանազատման մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հաջորդիվ կսահմանազատվեն այն հատվածները, որտեղով անցնելու են թրիփ ենթակառուցվածքները։ Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պետք է լինի, ենթադրվում է եւ տրամաբանական է, որ այդ հատվածում ենթակառուցվածքների համար սահմանազատում ու սահմանագծում տեղի կունենա։ Ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սահմանազատման հարցին, նա ընդգծել է, որ այդ տարածքում արդեն պարզ կլինի սահմանը որտեղով է անցնում, հանձնաժողովները այժմ աշխատում են, նշել է նա։ Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, փորձել է վստահեցնել Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով հայ առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել եւ գնացել է։ Իսկ ինչ է տեղի ունեցել դրա արդյունքում, եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ նախկինում Հայաստանի Հանրապետությունում դեպք է եղել, որ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։ Եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, օրինակ, իմ այսօրվա ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Գազայի գոտում եւ այլն։ Եթե հետազոտություն կատարենք, կարող է պարզվի, որ այն պահին, երբ դուք հարց տվեցիք, նամազի ժամ է եւ կարող է հնչել հարց։ Իսկ ձեր հարցն արդյոք պատահական համընկավ նամազի ժամի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, այլ ուզում եմ ցույց տալ, որ եթե որևէ մեկն ուզենա գտնել համընկնումներ, կգտնի, նշել է Փաշինյանը։ Ամեն առավոտ տեսանյութի միջոցով սրտիկներ ուղարկելը լավ առիթ է քաղաքացիներին բարի լույս եւ լավոր մաղթելու, լրագրողներին ասել է վարչապետ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե ժողովուրդը դարդոտված է, ոչ բոլորին է դա վերաբերում, Փաշինյանն արձագանքել է։ Նրանք, ովքեր դարդոտած են, նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ ՀՀ-ում դարդերով զբաղված մի ինստիտուտ կա եւ դա կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Փաշինյանն ասել է, թե ընտրություններում ով կհաղթի, ով կպարտվի, այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ ԿՊ-ն 2026 թվականի ընտրություններում դիմելու է ժողովրդին Հայաստանի Հանրապետության կառավարման մանդատը եւս 5 տարով երկարացնելու հարցով։ Ընդ որում դա անում ենք հռչակագրով, ինչ վերաբերում է մեր շահերին, գնահատականը կտա ժողովուրդը։ Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, դրա հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան քաղաքական ցանկացած ուժ ու գործիչ, հավելել է նա։ Փաշինյանը նաեւ հիշեցրել է ընդդիմությունը 2024-25 թվականներին հայտարարում էր, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ ինքը հակառակն էր հայտարարում, որ պատերազմ չի լինելու, իսկ 2021-ին էլ հայտարարում էին, որ իրենք են հաղթելու ընտրություններում, սակայն հաղթեց ժողովուրդը։ Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք են կատարում եւ մաքսիմալ ջանք են գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա նշել է, որ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին հայտարարություն չի անի։ Ինչ վերաբերում է Եգիպտոս այցին, Փաշինյանը տեղի ունեցող միջոցառումն աննախադեպ է համարում։ Ես շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներին հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ գագաթնաժողովին ներկա գտնվելը։ Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ։ Դրանից առաջ մենք տեսնվել ենք Դուշանբեում, Կոպենհագենում։ Օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, որտեղ մենք ներկա ենք լինում, մեր շփումները կրում են պարբերական բնույթ։ Այդ շփումների մասին հայտարարություններ լինում են, ընդգծել է Փաշինյանը։